Իրանը դրոններով հարձակման է անցել, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Ըստ իսրայելցիների ավելի քան 100 ԱԹՍ է Իրանը ուղարկել իրենց ուղղությամբ։ Իսրայելական հոբ համակարգերը ակտիվ աշխատում են դրանք ոչնչացնելու ուղղությամբ։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը իր տարածքից դեպի Իսրայել արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Բոլոր հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվ են եւ որսում են դրանք։ Կարևոր է հետևել հրամանատարության հրահանգներին, դա կյանքեր կփրկի։ Իսրայելում մարդիկ արդեն խուճապահար գնումներ են անում, սննդի պաշար հավաքում ապաստարաններ իջնելու համար։ Փողոցները ամայի են։ Իրանական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի բանակը 800 անօդաչու է պատրաստվում ուղարկել Իսրայել։ Ոչ պաշտոնական տեղեկությամբ Իրանը որոշել է նոր սերնդի շահեդ ԱԹՍ-ների օգնությամբ առաջին հերթին շարքից հանել իսրայելական հոբ համակարգերը։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, թե այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար նախապատրաստեց դառը եւ ցավոտ ճակատագիր։ Երևանի ժամանակով գիշերը ժամը 3-ին է Իսրայելը սկսել օդային հարձակումը։ Իսրայելական ռազմական օդանավերը ռմբակոծել են Իրանի տարածքը, թիրախավորելով խոշոր ռազմական ու միջուկային օբյեկտները, հրամանատարական կետերը։ Թեհրանում նաև բնակելի շենքերի են ավիահարվածներ հասցրել։ Առնվազն 50 վիրավորի մասին է հայտնում իրանական կողմը, նրանցից 35-ը կանայք եւ երեխաներ են։ Մենք հարվածեցինք Իրանի միջուկային զենքի ծրագրի սրտին, մենք թիրախավորեցինք Նատանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր կենտրոնը, թիրախավորեցինք իրանական ռումբի մշակման վրա աշխատող միջուկային առաջատար գիտնականներին, հարվածեցինք նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Իրանը հաստատել է առնվազն 6 գիտնականի է սպանել Իսրայելը, գլխատել իրանական զինուժը։ Զոհվել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը եւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Իրանը արդեն հայտնել է նրանց փոխարինող նոր հրամանատարների անունները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով սա կանխարգելիչ հարված էր։ Նա վստահ է, եթե իրենք չսկսեին այս գործողությունը, Իրանը կիրականացներ միջուկային զենք ստեղծելու իր ծրագիրը։ Պաշտոնը ստանձնելուց հետո իմ առջև վերջնական նպատակ սահմանեցի, որ խափանեմ Իրանի միջուկային ծրագիրը։ Իրանն առավել քան երբևէ վճռական է իրականացնելու Իսրայելը ոչնչացնելու իր տեսլականը։ Պահը վճռական է ու եթե մենք բաց թողնենք այն, ոչ մի կերպ չենք կարողանա կանխել Իրանի կողմից մեր գոյությանը սպառնացող միջուկային զենքի մշակման ծրագիրը։ Թեհրանը հայտարարել է, իսրայելական այս հարձակումը վերահաստատում է, որ Իրանը պետք է զարգացնի միջուկային ծրագիրը եւ բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։